մասի մոտ կար համակրանք սասնածրերի նկատմամբ, կան այդպիսի մարդիկ և եզակի մարդիկ չեն, որոնք ունեն այդ համակրանքը, բայց այդ համակրանքը պասիվ էր 3 օր առաջ։ Եվ կարծում եմ այդ պասիվ համակրանքը այդպես էլ կմնար և ասենք ժողովուրդը իրոք թամաշա անողի դերում հանդես կգար, բայց այստեղ ինձ թվում է շատ կարևոր է վերլուծել իսկ ինչ կատարեց իշխանությունը։ Եվ ինչի հետևանք էր սա։ Ինչի հետևանք էր այն, ինչ սկսվեց կարծես թե երեկվանից։ Դա հենց իշխանությունների գործողությունների հետևանքն էր։ Եվ եթե 3 օր առաջ մենք ունեինք մեկ թեմա, ասենք Սեֆիլյանին ազատել և Սեֆիլյանին բերել բանակցությունների իշխանափոխության վերաբերյալ, ապա 3 առաջին միգուցե շարժ դուրս եկավ մեկ այլ թեմա, մարդու իրավունքների խախտումների թեման, զանգվածային մարդու իրավունքների խախտումների թեման ոստիկանության կողմից և այստեղ արդեն շահագրգռված և ակտիվ մասնակիցների քանակը կտրուկ մեծացավ։ Այն մարդիկ, որոնց բարեկամներն են, ի վերջո հրավիրվել ոստիկանության կողմից և որոնց իրավունքները կոպտորեն խախտվել են, բարեկամները, ծանոթները, նրանք ով Facebook-ով նայում էին տարբեր տեսանյութեր և կատաղում էին։ Այսինքն միանգամից աշխարհաչափական պրոգրեսիայով մեծացավ այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են և գնում են խռովության, և սրա հիմնական պատճառը կարծում եմ ավանդաբար սխալ հաշվարկներն են իշխանությունների, որոնց խորհուրդ տվողները մեկ այլ բարոյական համակարգում են գտնվում, քան ամբողջ հասարակությունը։ Նրանք արդեն այս տարիների ընթացքում սովորել են, որ հարցերը լուծվում են այնպես, ինչպես դա օլիգարխական բիզնեսի շրջանակներում է լուծվում։ Խլել, գցել, խաբել, ճնշել, չգիտեմ, կողոպտել և այլն և այլն։ Այդ սկզբունքներով կարծես թե հարցերը շատ դեպքերում լուծվում են և այդ նույն լուծումները իրենք փորձել են կիրառել նաև այս օրերին, որը, այսպես ասենք, երկարատև պերսպեկտիվայի առումով աշխատող միջոցներ չեն։ Եվ այսօր իշխանությունը կանգնել է շատ ավելի բարդ խնդրի առջև, քան ինքը ուներ 3 օր առաջ։ Եթե 3 օր առաջ ուղղակի պետք էր բանակցությունների միջոցով ինչ-որ հանգուցալուծում գտնել այս ուժային գործողությունների դեմ, այսօր պետք է հասկանալ ինչ կարելի է անել ակտիվացած հասարակության հետ, որը չի վստահում իշխանություններին, որը միգուցե պասիվ ձևով իշխանափոխություն է ցանկանում և թեև չունի որևէ ծրագիր, չունի հստակ առաջնորդներ, բայց ամեն դեպքում տրամադրությունները իշխանությունների համար այսօր շատ ավելի վտանգավոր է դարձել, քան եղել են 3 օր առաջ։ Երևի, ինչքան մենք հասկանում ենք, կկիրառի իշխանությունը իր էլի ավանդական միջոցը այդպիսի ակտիվության դեմ հոգնեցնել, արդեն ոչ թե բռնի ուժով մարդկանց մեկուսացնել, որտեղ արդեն քանակը այնպիսին է, որ բոլորին մեկուսացնել հնարավոր չի։ Հայաստանը ի վերջո թուրքիա չի, որտեղ կարելի է 7,500 մարդ նույնիսկ կանգնեցնել մահապատժի վտանգի առաջ և երևի այլ մարտավարության դրսևորումներ են տեսնելու, հոգնեցնել, մինչև մարդիկ, ասենք, չունենալով լիդերներ, չունենալով հստակ գաղափարներ և ծրագրեր, ուղղակի օգնել և գնան իրենց տները։